շնորհակալ եմ, որ եկաք տաղավար, մի քանի թեմաներ եք առանձնացրել, բայց սկսենք այս հարցից, ինչպես գիտեք, Կենտրոնական Ընտրական հանձնաժողովը անձեռնմխելիությունից զրկեց Անդրանիկ Թևանյանի, երեք հիմա ձեր խոսքի ընթացքում ես միացնեմ նաև այն տեսանյութը, ինչպես մարդը ասում է ես գալիս եմ, բայց չէ շոուն ձեռնաշխատները պիտի հաղթնեն դիմակավորված գնան, որ տանեն այս արևի վերևներում այս տեսարանն են ուզում տեսնել, հիշում եք Արմեն Գրիգորյանին ինչպես էին տանում։ Մի խոսքով, այս մասով ձեր տեսակետը ռեպրեսիաները թափ են հավաքում, այս ամենը ինչով է պայմանավորված, համեցեք։ Բարև ձեզ, ողջունում եմ մեզ դիտողներին, այո, սկսենք այս թեմայից, քանի որ երևի այս պայդրությամբ ամենահրատապ թեմաներից մեկն է, նախ եւ առաջ սատարումս եմ հայտնում Անդրանիկ Թևանյանին, անձնապես ճանաչում եմ իրան եւ անձնապես կասկած չունեմ, որ կրկին շինծու նկարած քաղաքական ենթատեքստ ունեցող քրգործ է եւ այս դեպքում ակնհայտ է, որ փորձում են խոչընդոտել Գագիկ Ծառուկյանի առաջնորդած շարժմանը, ակնհայտ է, որ այս ընտրություններում Նիկոլը զգում է իր մոտալուտ վախճանը եւ փորձում է ամեն կերպ խոչընդոտել այս ընտրություններում մասնակցող իրական անդիմադիրներին, որպեսզի փորձի վերարտադրվել։ Այսինքն նպատակը շատ պարզ է եւ այդ նպատակին հասնելու համար կարծում եմ դեռևս շատ մարդկանց կփորձեն եւ գուցեև կձերբակալեն, թազա շոուներ կսարքեն, դիմակավորված անձանցով մտնելու են տարբեր մարդկանց տներ, հերթական ստերն են փչելու, ինչպես փչում են այս անցած 7 տարիների ընթացքում, բայց մեր ժողովուրդը կասկած չունեմ շատ ավելի խելացի է, քան Նիկոլին թվում է։ Այո, իհարկե կա ինչ-որ մի շատ փոքր մաս մարդկանց, որոնք ցավոք սրտի կործանյալ տգետ են, այսինքն այդ մարդկանց հետ ընդհանրապես որևէ խոսալու թեմա չկա, քանի որ իրենք ունեն իրենց աղանդը եւ այդ աղանդի հովիվը Նիկոլ Փաշինյանն է եւ այդ աղանդում իրենց հովիվին որևէ մեկը իրավունք չունի բան ասել։ Իհարկե կան մարդկանց ինչ որ մի քանակ, որոնք այդ աղանդի անդամ են եւ իրենց բուժել կհաջողվի միմիայն իշխանապողությունից հետո։ Միմիայն, երբ որ այդ մարդկանց աչքերը իրականում կբացես, բացատրելով, ցույց տալով եւ ապացուցելով, որ Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանությունը ըստ ամենայնի դավաճանել է Հայաստանի շահերին, նվիրել է Արցախի Հանրապետությունը թշնամուն եւ շարունակելու էր տարածքներ հանձնել Հայաստանից, եթե վերարտադրվեր 2026-ին։ Այս ամենը մենք տեսնելու ենք եւ ականատես ենք լինելու այդ ամեն ինչի։ Հիմա տեսնենք երեք ինչպես էին բանտարել։ Այո։ Նիկոլի սրտով անում եք, էլի անգրել լավ։ Բարի այլակիցներ, ես ինքս ներկայացել եմ փոխարչակումներ եւ հիմա Կենտրոնական հանձնաժողովի որոշումից հետո արդեն ինձ ձերբակալում են, մնացած մասով արդեն դուք բոլորը գիտեք։ Քաղաքական պայքարը շարունակվում է հունիսի 7-ի ընտրություններին պետք է անպայման որոնդենք այսօրվա թուրքաբուդեջանական նորակարգ իրականացնող իշխանություններին։ Այնպես որ բոլոր անպայման մասնակցեք ընտրությանը եւ ձեր քվեով որոշեք մեր երկրի ապագան եւ մեր երկրի ճակատագիրը։
Դե իհարկե այս տեսարանները ցավով պետք է ասեմ արդեն, որ ոչ մեկիս մոտ նույնիսկ զգացմունք չի առաջացնում, որտեղ այդքան սովոր է դառել այս ամեն ինչ, այսքան սովորական է դառել այս ամեն ինչը մեր համար, որ միայն խղճահարություն է հարուցում ներկայիս իշխանության հանդեպ, որ ինչքան ճղճիմ, ինչքան տգետ եւ ինչքան հայատյաց եք դուք, որ պատրաստ եք 2 կոպեկի դիմաց վաճառել ձեր հայրենիքը, հետապնդել ձեր հայրենակիցներին եւ անընդհատ կզած, չոքած ման գալ Ալիևի եւ Էրդողանի դեմ, որտեվ դուք դա եք։ Երբ որ դուք հայտնվում եք դրսում, դուք կուրկուրի ձակ եք։ Հենց հետ եք գալի Հայաստան, ձեզ լավ տղու տեղ եք դնում։ Բայց իմացեք, ոչ ներսում եք լավ տղա, ոչ դրսում։ Բոլորի աչքում էլ նույն արժեքը ունեք։ Նիկոլ այս 7 տարի է փորձում է Ալիևից խլել Էրդողանի զավակի կոչումը։ Անում է ամեն ինչ, որ խլի այդ դերը Ալիևից եւ ինքը հռչակվի Էրդողանի զավակ, ոչ թե Ալիևը։ Եվ իհարկե իր մոտ դա չի ստացվում։ Եվ այդ չստացելու վառապացույցն է այն, որ Թուրքիան ցայսօր Հայաստանի հետ չի վերաբացել սահմանը, որ Թուրքիան ցայսօր չի համաձայնվում դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի հետ հաստատել, ընդ որում պետք է բոլորս հիշենք, որ սահմանը Թուրքիայի հետ ոչ թե Հայաստանն է փակել ժամանակին, այլ հենց Թուրքիան է փակել, եւ Թուրքիան այսօր անընդհատ ասում է, որ պատրաստ է Հայաստանի հետ գնալ ինչ քայլերի, միմիայն դրանից հետո, երբ որ ամբողջությամբ բավարարվեն Ադրբեջանի պանջները Հայաստանի նկատմամբ։ Իսկ Ադրբեջանի պանջները Հայաստանի նկատմամբ դա մի այլ թեմա է։ Սիրելի ժողովուրդ, ցավով պետք է նշեմ, որ բոլոր այն մարդիկ, որոնց թվում էր, որ Արցախը տանք, հանգիստ կապրենք, իրենք սխալվում էին։ Իրենք չարաչար սխալվում էին, որովհետև Արցախը տալով մենք ոչ թե հանգիստ ենք ապրելու կամ ապրում, այլ շատ ավելի ծանր պայմաններում ենք հայտնվել։ Եվ այդ ծանր պայմաններից ելնելով է, որ Ադրբեջանը ոչ թե պակասացնում է իր պահանջները Հայաստանի նկատմամբ, այլ օրից օր ավելացնում։ Ուշադրություն դարձրեք, որ Ադրբեջանի բոլոր պաշտոնյաները, որպես խաղաղության համաձայնագիր ստորագրելու նախապայման, արտաբերում են մեկը, դա Սահմանադրության բարեփոխումն է, բայց մինչև դա անընդհատ խոսում են հետևյալը, որ Ադրբեջանը ունի նախապայմաններ Հայաստանի նկատմամբ։ Հետո բերում են այդ նախապայմաններից մեկը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխումը։ Ակնհայտ է, չէ՞, ինձ թվում է ամենատգետին էլ, ամենաապուշին էլ պարզ է, որ Ադրբեջանը երբեք խաղաղության պայմանագիր չի ստորագրելու, բացառությամբ այն դեպքի, եթե այդ խաղաղության պայմանագրում գրված չլինի, որ Հայաստանը այսուհետ լուծարվում է եւ պատկանում է Ադրբեջանին։ Քանի Նիկոլն է իշխանության այդպես է լինելու։ Իրենք չեն ստորագրելու որևէ համաձայնագիր եւ կոնստանտ Նիկոլից ստանալու են տարածքներ։ Եկեք վեր հիշենք, որ մի քանի օր վրա օրինակի համար Իշխան Սաղաթելյանը, որը նաև Հայաստան դաշինքի անդամ է, տեխնացու է, մի քանի օր անըտ մեջ մտնում էր ուղի եթեր եւ ասում էր Նիկոլ, դու տղա ես, հայտարարի, որ հունիսի 7-ից հետո դու Հայաստանի որևէ տարածաշրջանից որևէ տարածք չես տալու Ադրբեջանին։ Ինչ եղավ դրանից հետո, սիրելի հայրենակիցներ, դրանից հետո Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնին թյուրիմացաբար այսօր նստած անձնավորությունը հայտարարեց, որ Հայաստանի տիրապետության տակ գտնվում են ադրբեջանական տարածքներ, որոնք պետք է հետ տան։ Չէ, հասկանում եք գժության աստիճան, հա, սա գժանոց է ուղղակի։ Այսինքն Իշխան Սաղաթելյան ասում է, ասա ուղ եթերում, որ տարածք չես տա, դրանի պատասխան ասում են ճիշտ հակառակը։ Ուղ եթերում հայտարարում են, որ այո, տարածք ենք տալու։ Հետո Նիկոլը վերահաստատում է դա։ Հիմա սիրելի ժողովուրդ, արդյոք մենք սրան ենք արժանի։ Արդյոք մենք իրոք սրան ենք արժանի։ Արդյոք մենք դատապարտված ենք մինչև կյանքներիս վերջ իրականացնել
թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջները, որոնք օրից օր ոչ թե փոքրանալու են, այլ աճելու են։ Առանց այդ էլ երկու հայկական հանրապետություններից կանգուն մնացել է մեկը, այն էլ մեկ ոտի վրա է կանգնած, եւ այդ մեկ ոտն է իր իշխանությունը անընդհատ փորձում է կտրել տակից, որ ընդհանրապես հայտնվենք գետնին, առանց վերկանալու որևէ հնարավորության։ Այսօր մենք դեռևս ունենք հնարավորություն վերականգնվելու։ Այսօր մենք դեռևս ունենք հնարավորություն հզոր պետություն լինելու։ Պետություն, որի հետ հաշվի կնստեն։ Այսօր մենք դեռևս հնարավորություն ունենք մեր դաշնակիցների հետ վերականգնել լավ հարաբերությունները, բայց այդ ամեն ինչը հավերժ չէ։ Եվ Աստված մի առասցի այս իշխանության վերարտադրման դեպքում շատ արագ մենք գնալու ենք դեպի կործանում։ Եկեք մի պահ ուշադրություն դարձնենք Ռուսաստան-Հայաստան հարաբերություններին։ Նիկոլը մի կողմից է գլուխ գովում, ասում է 200 անգամից ավել Պուտինի հետ հեռախոսով եմ խոսած, Այն պապիկյան, մապիկյան, են ալեն, մալեն, դրանք էլ ընդեղ են ասում, ամեն ինչ նորմալ է մեր մոտ, բայց արի ու տես, որ այդ նորմալի պայմաններում, փակագծերի մեջ, Ռուսաստանը բառից բուն իմաստով քաղաքականապես կզծնում է Նիկոլին։ Եվ որ Նիկոլը ֆռնում ասում էր կզծնելու եմ, սատկացնելու եմ, հիմա այդ կզծնելու, սատկացնելը անում է Ռուսաստանը Նիկոլի հանդեպ, ընդ որում հենց իր հանդեպ։ Ցույց է տալի, թե ինքը ով է։ Բայց այդ ամբողջ process-ում տուժողը Հայաստանի Հանրապետության մեր պարզ ժողովուրդն է։ Եվ մեր ժողովրդից է կախված, թե ինչ է տեղի ունենալու։ Տեսեք, վերջի մի քանի օրի ընթացքում մի անգամից արգելվեց մի քանի ապրանքների արտահանումը Հայաստանից Ռուսաստան։ Խոսքը գնում է ծաղիկների մասին, գյուղարտադրանքի մասին եւ այսօր արդեն իմացանք ալկոհոլային խմիչքների մասին։ Իհարկե, ինձ հիմա լսողների մի գերակշիռ մաս գործ չունի այդ ապրանքների արտահանման հետ եւ ուղակի շահառու չէ այդ ապրանքների արտահանումից, բայց հավատացեք ինձ, որ դուք չգիտակցելով, բայց շահառու եք, որտեվ Հայաստանի տնտեսությունը այսօր, ասենք այսպես, 80%-ով կախված է Ռուսաստանի Դաշնությունից, ընդ որում այս իշխանությունն այնպես արել, որ մենք ամբողջությամբ կախման մեջ ենք մտել Ռուսաստանի տնտեսությունից։ Եվ Աստված մի առաստ է Ռուսաստանի Դաշնության այդ տնտեսական այսպիսի քայլերի շարունակման դեպքում Հայաստանի Հանրապետությանը սպասում է կոլապս, որը սիրելի հայրենակիցներ անդրադառնալու է բոլորին, անկախ նրանից ընտրել են Նիկոլին, թե ուրիշին։ Դրա համար Ռուսաստանի Դաշնության նախագահը վերջին հանդիպման ընթացքում Նիկոլի հետ բառացիորեն հայ ժողովրդին ասեց, որ հայ ժողովուրդ ձեր ղեկավարը հակառուս է։ Եվ այդ հակառուսականությանը մենք չենք կարող կանաչ լույս վառել Ռուսաստանում։ Այդ հակառուսականությունը բերում է նրան, որ Ռուսաստանը անցել է հստակ քայլերի։ Հիմա կան մարդիկ, որոնք կասեն, ոչինչ, հետո ուրիշ տեղ կտանեք այդ ապրանքը։ Հավատացեք, չեք կարող եւ չեք տանելու։ Օրինակի համար էկոնոմիկայի նախարարը 3 թե այսօր կներեք լայվ էր մտել, այսօր նայում է ու չգիտեմ էլի զառանցանքով են տարապում այս մարդիկ, էշությունների շարաններ են անտա դուրս գալի։ Ասում է Ժորժ ջան, հանգիստ եղեք։ Այս ընտրություններում Նիկոլը կկրի, ամսի 8-ին Ռուսաստանը սա կբացի։ Նման ապուշություն կարող է թույլ տալ Սևանի գժանոցում հաշվառված 7-րդ պալատում նստած անձնավորությունը։ Նման ապուշություն չի կարող բանական մարդ դուրս տա, որովհետև Ռուսաստանի քայլերը ուղղակի սկիզբ են այն մեխանիզմների, որը Ռուսաստանը օգտագործում է իր հանդեպ թշնամաբար տրամադրված երկրների նկատմամբ։ Իսկ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի թշնամի Զելենսկուն հրավիրել է հենց թշնամական քայլեր, եւ Ռուսաստանը պատասխանում է այդ քայլին։
Եվ այո, ցավոք սրտի տուժում է մեր պարզ բնակչությունը։ Որն է ելքը այս ճանապարհից։ Ելքը միակն է։ Հունիսի 7-ին գնալ ընտրությունների եւ կատարել ճիշտ ընտրություն։ Ես անձնապես միշտ կոչ եմ արել եւ հիմա էլ կոչ եմ անում ընտրել Հայաստան Դաշինքը իդեմս նախագահ Ռոբերտ Քոչարյանի, որը ըստ իս միակ մարդն է այս քաղաքական դաշտում, որ կարող է հաշված ամիսների ընթացքում վերականգնել մեր հարաբերությունները գլխավոր մեր դաշնակիցների եւ այլ երկրների հետ։ Սա շատ կարեւոր է։ Հենց Ռոբերտ Քոչարյանի ժամանակ է եղել ամենաբալանսավորված արտաքին քաղաքականությունը։ Եվ սա շատ կարևոր է, որ մեր ժողովուրդը վերհիշի, որ նախագահ Քոչարյանի կառավարման տարիներին այլ երկրների հետ որևէ կոնֆլիկտային իրավիճակներ չեն ստեղծվել։ ԱՄՆ-Իրան միշտ լարված հարաբերությունների օրոք նախագահ Քոչարյանը Իրանից Հայաստան գազատար է կառուցել։ Արել է դա։ Եվ ես կասկած չունեմ, որ նորից կանի։ Շատ ու շատ նոր բաներ կանի։ Բայց այսօր մենք կանգնած ենք լրջագույն վտանգի առջև, որը ոչ միայն տնտեսական է, եթե հաշվենք Ռուսաստանի եւ Հայաստանի լարված վիճակը, այլ նաեւ Հայաստանի եւ Ռուսաստանի վատ տարածող հարաբերությունների ֆոնին Նիկոլը կանանչ լույս է վառում թե Ադրբեջանին, թե Թուրքիային Հայաստանում նոր տարածքներ գրավելու կամ ստանալու համար։ Երբ որ դու աշխարհի որևէ գերտերության հետ չունես նորմալ հարաբերություններ, չունես երաշխիքներ, ապա դրանից սկսում են բոլորը օգտվել։ Մեր տարածաշրջանում օգտվողները Թուրքիան եւ Ադրբեջանը։ Սիրելի ժողովուրդ, դա պետք է հասկանալ։ Ամսի 28-29-ին Ռուսաստանում, գնանք Ռուսաստանում չէ, ոնց որտեղ այլտեղ տեղի ունենալու ԵԱՏՄ-ի նիստը, որի Նիկոլ Փաշինյանը ասել է, որ չի մասնակցելու, որտեղ զբաղված է, որտեղ արձակուրդում է, որտեղ զբաղված է տարբեր բակերում եւ գյուղերում լափելով, որ գնում է լափում է, լափը դեմդանում են ուտում, հա, գնալու է փող վարչապետը։ Այդ ԵԱՏՄ-ի նիստում ես չեմ զարմանա, եթե կայացվի հետևյալ որոշումը։ Սառեցվի Հայաստանի մասնակցությունը ԵԱՏՄ-ում իր բոլոր ամենավատ հետևանքներով։ Տեսեք, նման ձև ԵԱՏՄ-ում չկա։ Իրավաբանորեն ԵԱՏՄ-ում նման բան չկա։ Բայց այստեղ պետք է հիշել, որ հապկում էլ չկա։ Բայց արի ուտես, որ հապկում Հայաստանը հնարել է ինչ-որ տարբերակ, ասում եմ, ես սառեցրել եմ իմ անդամակցությունը հապկին, չնայած նման բան նախատեսված չի հապկի կանոնակարգով։ Հիմա Ռուսաստանը եւ այլ ԵԱՏՄ երկրները իրանք է կարան նույնը անեն, հայելային պատասխան, սառեցնեն Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին։ Հիմա սիրելի ժողովուրդ, կրկնում եմ, Հայաստանի Հանրապետության տնտեսությունը հաշված շաբաթների ընթացքում կփլուզվի։ Մենք հայտնվելու ենք խայտառակ տնտեսական իրավիճակում։ Եթե Ռուսաստանը շարունակես նման քայլերը, սա լինելու է խայտառակ վատ մեր ժողովրդի համար, շատ վատ։ Մի բան պատկերացրեք, որ Ռուսաստան թռնելու համար ձեզ վիզա պահանջվի։ Մի բան պատկերացրեք, որ չկարողանան Հայաստանից այդ 100,000-ավոր մարդիկ, որոնք ամեն տարի մեկնում են Ռուսաստան լրացուցիչ եկամուտ ստանալու համար եւ վերադառնում են այստեղ եւ ծախսում են այդ գումարը այստեղ, մի բան պատկերացրեք, այդ բոլոր մարդիկ զրկվեն այդ հնարավորություններից։ Պատկերացրեք, որ Ռուսաստանից մի քանի 100,000 հայ արտաքսեն հետ, դեպորտացիա ենթարկեն հետ դեպի Հայաստան։ Մի բան պատկերացրեք, ինչ է կատարվելու Հայաստանում։ Մի բան պատկերացրեք, որ Ռուսաստանից զբոսաշրջիկները սկսեն Հայաստան չգալ։ Պատկերացրեք, որ ցորեն սկսեք Ռուսաստանից չստանալ։ Պատկերացրեք, որ բենզին սկսեք Ռուսաստանից չստանալ։ Պատկերացրեք, որ ատոմակայանի սպասարկումից հրաժարվի Ռուսաստանը եւ փակի ատոմակայանը, այսինքն Հայաստանի կառավարությունը ստիպված փակի այդ ատոմակայանը։ Այո, եւ ոչ թե Հայաստանը ասի բազաթան է, Ռուսաստանը հայտարարի մի օր, ասի դե որ տենց լավ եք, տենց ապահով եք, իմ ռազմաբազան էլ հանում եմ։
գազնել եթե ուզում եք, գազը արժի այսքան։ Ժորժ ջան, սիրելի հայրենակիցներ, ամիսների ընթացքում մեր երկիրը ուղղակի կփլվի։ Եվ կրկնում եմ, սրա դեմ առնելու միակ տարբերակը չկա այլ տարբերակ։ Դա Նիկոլից եւ թուրք-ադրբեջանական այս խունտայից ձերբազատվելն է հունիսի 7-ին։ Դրա համար առաջի հերթին պետք է գնալ ընտրությունների։ Գիտեք, ես ժողովրդի մոտ մի բան հիշացնում, մի անեկդոտ, երբ որ մարդուկին տանը նստած են, երկուսով ասում են, Աստված ջան, մի բան արա լոտո շահենք, էլի, մի բան արա լոտո շահենք, էլի, ու տենց օրերով, Աստված ջան, մի բան արա շահենք, վերջ Աստված չի դիմանում, վերևից ասում, այ մարդ գնացեք գոնե մի հատ լոտոյի տոմս առեք, որ շահեք։ Հիմա մեր ժողովուրդը այդ վիճակում է, կարծես բոլորը Նիկոլից զզվում են, բայց մարդը ասում է, դե չեմ գնա ընտրությունների։ Չէ, սիրելիս, պետքա գնաս ընտրությունների, որ քո կյանքը վարի չտան սրանք, որտեվ այսօր Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, ով իրավունք ունի ընտրություն անելու, ունի կարևորագույն խնդիր եւ կարևորագույն պարտավորություն գիտակցելու, որ եթե ինքը չի գնում ընտրությունների եւ չի մերժում այս թրկապատակ իշխանությունը, ապա ինքը առաջերտին վտանգում է հենց ինքը իրեն։ Որտեւ հետո ոչ լույս է ունենալու, ոչ փող է ունենալու ու ապրելու է շատ տասնյակ անգամներ ավելի վատ կամ հիմա, եթե ընդհանրապես կմնա այս հողում։ Այդ դրա պայքարն է գնում այսօր։ Դուք ասեք, իսկ ինչի է Ռուսաստանը տենց քայլեր անում։ Ինչի է հայ ժողովրդին պատժում։ Ժողովուրդ պատասխանը շատ պարզ է։ Այսօր Հայաստանի ժողովրդին ներկայացնում է Նիկոլ Փաշինյանը, որը Ռուսաստանի հանդեպ անում է թշնամական քայլեր։ Չի կարող գերտերությունը կուլ գնա նման թշնամական քայլերի։ Ուղղակի չի կարող։ Դրա համար անում է այն, ինչ անում է։ Դրանով նաև մեզ բոլորիս ժողովրդին հասկացնելով, որ այս իշխանությունը ձեզ գերեզմանն է հասցնելու։ Ընդ որում, եթե մենք փորձենք վերհիշենք այս իշխանության 18-ից սկսած մինչև այսօր, ինչ են արել, մենք կհասկանանք, որ սրանք բացի հող տալուց ու արուն թափելուց, բան չեն արել։ Սրանք անընդհատ այս նախարարներ, բաներ լսում եմ, սա խայտառակություն է։ Ասում եմ, տնտեսությունը զարգացրել ենք։ Այդ զարգացող տնտեսությունը զարգացել է միայն ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով։ Եթե չլներ մեր թիվ 1 հարկատու վճարողը, Հայաստանի ամենախոշոր հարկ վճարողը, դա Հայաստանից Ռուսաստան բաներ հեռախոսներ արտահանողը, որ այլ երկրից բերում է, տանում է Ռուսաստան, վերաարտահանում անում։ Ինքը այսօր Հայաստանի թիվ 1 հարկատուն է։ Դուք հասկանում եք, որ մենակ այդ մի ֆիրմային արգել են տանելը Հայաստանի բյուջետից անվերականգնելի հսկայական գումար է կորելու։ Եվ այդտենց հազարավոր բիզնեսներ, տասնյակ հազարավոր մարդիկ այսօր իրոք իրենց ապրուստը վաստակում են Հայաստան-Ռուսաստան տնտեսական հարաբերությունների շնորհիվ։ Եվ դա հիանալի է, դա շատ լավ է, բայց այդ ամեն ինչը ռիսկի տակ է, այդ ամեն ինչը վտանգված է։ Մի բան պետք է բոլորս հասկանանք, այս մարդիկ մեկ ու մեջ իրենց իրական դեմքը ցույց են տալի։ Դրա ամենալավ օրինակը այս շիզոֆրենիկի ֆրազան է, որ ասում է դու խի չես մեռել։ Դա է իրանց իրական դեմքը։ Այո, բոլորին է ասված։ Ես ասում եմ, սրանց պես հային ատող նույնիսկ Ալիևը չի։ Ալիևը իր ամենադաժան երազում հայերի հետ տենց չէր վարվի, ոնց որ դա անում է Նիկոլը։ Նման կերպ հայից զզվել, ատել կարող էր մենակ Նիկոլ ու այս փոքր խումբը։ Եվ մենք պետք է հասկանանք, որ եթե մենք իրենց թույլ ենք տալի դա շարունակել, ապա մենք ընդունում ենք, որ մեզ պետք չի Հայաստան, մենք ընդունում ենք, որ մեզ պետք չի Հայաստանի Հանրապետություն, մեզ պետք չի անկախություն, մեզ պետք չի այս տարածքում ապրել, եւ մենք պատրաստ ենք ուղղակի լքել այս տարածքը, գնալ ուրիշտե ապրել կամ համակերպվել Թուրքիի հետ ապրելու։ Պարոն Վարդանյան, քանի որ այդ օրինակը վերեցիք, հիշեցրեցիք ինչ էր ասում Նիկոլ Փաշինյանը, վերջերս Ալագյազում մի տարեց համարտ մոտեցավ նախագահ Քոչարյանի եւ լսենք, հա ինքը ինչ էր ասում, եւ խնդրեմ այս մասով էլ տեսակետը։
Որտեղ դեր հալա բանակ չգնացած, երեսաբարձով երեսնվեց մարդկան ընկրնա, ուզով է, որն է պատմում։ Հենիկ Հաշինյանը, այդ Ալիևի և պարը, արեք շերը չեն կնել, ացս եկելա, 18 տարեկան երեխան կորսրել է։ Անա, 5,000 երեխա տանես գետնի տակ տնես դերը, 40 կչոր է չատրած։ Ասմայջի չեք դուք զոհվել, միջև սաղմոնացեք։ Այդ թուրքի շամորդի դոյ արա մերունը, շերից չեմ կնել։ Պարակ, ուրեմը ուզում ես լրիրս տոկա, տունտեղ 120,000 ժողորդը ըծել ես փողոսները, տունտեղ շունեն, երեխեկն է լրին ճարդատ, կոտորա, դու ասում ես ինչի չեք դուք զողել, դուք ինչի եք սաղմոնացեք։ Դե ես ինչ ասեմ, յադոսելի պանում, հվոր ասեմ։ Ասեմ է, մեջև իննս նվեստել հայլը որդիներ, գնացել ենք միջևով, մարի գակատի իններով պոստում եմ նստել ես։ Հաղթանակ գրել, այսօր ես մարդին ասնատշնամի աշանվերդի պիրոս կազմակերպել, այդ մարդկած կտորել ես մարդին շնամի ես համարում։ Ես մարդի ինչ մեղ կավար կու խուժանը, ինիք է խուժանություն ես անում։ Ես մարդը ինչ մեղ Իրոք շատ ծանր է լսել է իհարկե այս մարդու խոսացածը, շատ ծանր է նման բաները լսել և իրոք հազարավոր, տասնյակ հազարավոր մարդիկ, երբ որ լսում են երկրի գլխավոր գերագույն շիզոֆրենիկի արտահայտությունները, հասկանում են, որ մենք գործ ունենք, կրկնում է մի մարդու հետ, ով ատում է հային և հայկականը, ուղղակի ատում է, չի կարող նորմալ մարդը, չի կարող սթափ մարդը, ասել դու ինչի չես զոհվել, չի կարող, իմ լեզուն չի ֆռա, նույնիսկ Նիկոլին ասել, չի կարող է սթափ մարդ ասել, բա դու խի չես զոհվել, լավ ոնց կարա մեր ժողովուրդը սա հանդուրժի, սիրելի ժողովուրդ, մենակ մենք չենք, որ այս ամեն ինչը լսում ենք, սա լսելի է ամբողջ աշխարհում, սա լսում են ամենուրեք, դուք մի պահ պատկերացրեք էլի հայերի մասին, ինչ կարծիք ունեն այսօր ամբողջ աշխարհում, երբ որ լսում են այս գլխավորին, մեկ պատկերացրեք էլի, մի պահ ձեզ պատկերացրեք, որ դուք Տրամփն է, կամ Մակրոնն է, կամ Պուտինն է, կամ ցանկացած այլ երկրի ղեկավար եք, ու պատկերացրեք, որ ձեզ բերում ու զեկուցում են, որ Հայաստանի վարչապետը այսպես բաներ է խոսում։ Առաջի բանը, որ կգա ձեր մտքին, դա կլինի հետևյալը. լավ, ինքը հասկացանք խոսում է, բա ժողովուրդը ուր է։ Ժողովուրդ, մենք իրոք ամբողջ աշխարհում պետք է վերականգնենք մեր թասիբը, մեր պատիվը, որտեղ մենք այս ազգը չենք։ Դուք հասկանում եք, որ առաջի անգամ աշխարհում նախընտրական ծրագրում մի կուսակցություն դրել է հայկական առաքելական եկեղեցի քանդելու տողը։ Քիչ է դրել է այդ տողը, հələ ֆռում է երկրով ու քարոզում է դա։ Լավ միթե մեծ հայերիս այնքան վատ բան է մեր մեջ փոխվել, որ այդ ամեն ինչը ուզում ենք չնկատենք։ Միթե Նիկոլի ասած ստերը մենք պետք է ուտենք։ Հասկանում եք, որ ինչով են մեզ կուտ տալի։ Տրիպով և խաղաղությունով, հա։ Կասեք, իսկ ուր է այդ խաղաղության պայմանագիրը Հայաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրված։ Չկա։ Տրիպը ուր է հասե։ Չկա ու չի լինի, որովհետև ԱՄՆ-Իրան հարաբերությունները չեն կարգավորվելու մոտակա ժամանակները։ Չկան դրա նախադրյալները։ Նույնիսկ եթե հիմա ինչ-որ բան պայմանավորվեն, դա նշանակում է, որ Իրանը հաղթած է դուրս գալի այս կոնֆլիկտում և միանշանակ է, որ չի թողնի, որ քթի տակ ամերիկյան ինչ-որ ճանապարհ անցնի, ուղղակի չի թողնելու։ Երբ որ Նիկոլը խոսում է խաղաղության մասին, շատ եմ ձեզ խնդրում, միշտ հիշեք իր նախկին խոստացածները և արածները։ Մի մարդ, ով տեսնելով 2023 թվականին, որ թուրք-ադրբեջանական բանակը հարձակվել է իր իսկ հայրենակիցների վրա Արցախում ու նույն օրը մտնի եթեր, ասի, որ Հայաստանի Հանրապետությունը այդ կոնֆլիկտի հետ որևէ կապ չունի, այդ մարդը ոչ թե պետական դավաճան է, այլ չգիտեմ, աշխարհի բոլոր մեղքերը գործած մարդ է, որին ոչ թե ցմա բանտարկությունը շատ է, այլ իրան երևի պիտի մի 50 անգամ գնդակահարության դատապարտի դատարանը։
50 անըտ մեջ անգամ սպանեն, հետո կանացնեն նորից սպանեն, նորից կանացնեն սպանեն, որտեվ չի լինում այդպես, էլի, ոնց քո երկրացիների վրա հարձակվել են, դու ուղղակի ձեռքերդ լվում ես ու ասում ես ինչ ուզում եք արեք, ես կապ չունեմ, դա ոնց կարանք մենք դա հանդուրժենք, ոնց կարանք մենք դա հանդուրժենք, ոնց կարանք մենք հանդուրժենք, երբ որ մեր ժողովրդին անընդհատ փորձում են բաժանել Սիսիանցի, Ղարաբաղցի, Կապանցի, չգիտեմ, Գյումրեցի, լավ ինչքան կարելի է նման բաժանում անել։ Հիմա պարզ է, որ սրանք փորձում են սրել Ղարաբաղցի հայաստանցի թեզը, որը գոյություն չունեցող թեզա, մենք հայ ենք։ Երբ որ Ղարաբաղում հայեր էին ապրում, Երևանում հայ չկար դեռ։ Բայց մենք բոլորս հայ ենք եւ իրար պահելով կարողացել ենք դարերով ապրել, գոյատևել։ Հիմա իշխանության է եկել մեկը, ով ասում է, որ հայ լինելու ֆորմուլան սխալ է։ Ուզում է բոլորիս ապացուցի, որ իսկական հայը թուրքի տակ կզած հայն է։ Մենք դրա հետ օքեյ ենք, սիրելի ժողովուրդ։ Մենք դա ենք ուզում։ Ես կասկած չունեմ, որ իմ ժողովրդի գերակշիռ մասը դեմ է այս ամեն ինչին։ Նույնիսկ Նիկոլին սատարողների մեջ կան շատ ու շատ մարդիկ, որոնք ուղղակի չեն հասկանում ու չեն գիտակցում այս ամեն ինչի վտանգավորության աստիճանը, որոնք ուղղակի իրանց թվում է, որ դե նայելի մի տարիա չեն կրակում, ուրեմն իրոք խաղաղություն է։ Սիրելի ժողովուրդ, 2018-ից 20-ը չէին կրակում, բայց հետոոնց կրակեցին, որ 5000 զոհ ունեցանք, հետոոնց կրակեցին, որ երկրորդ հայկական հանրապետությունը կորցրեցինք, հետոոնց կրակեցին, որ Ջերմուկի Սարին հայտնվեցին, հետոոնց կրակեցին, որ Սյունիքում հայտնվեցին, միշտ հիշեք դա, մի խափնվեք դրան, այո այս ընտրությունները լինել չլինելու մասին են, ես շատ կուզենայի, որ սրանք լինեին հերթական ընտրություններ և բոլորս ուղղակի ընտրություն կատարեինք լավ, ավելի լավ տնտեսական ծրագրերի, միգուցե քաղաքական որոշ բաների մասին, բայց այս ընտրությունները ցավոք սրտի լինել չլինելու մեջ է, և այդ լինել չլինելը բոլոր ասպարեզներով է, այդ թվում տնտեսական, ես գիտեմ, որ ցանկացած մարդ, ով տանը նստած է, այդպես է մարդը կազմած, առաջի հերթին մտածում է իր ընտանիքի մասին, ոնց կարող է ապրել, ոնց կարող է այնպես անել, որ ընտանիքը գոյատևի, սիրելի ժողովուրդ, այս կառավարության իրականացած քայլերի հետևանքով մենք ազգովի հայտնվելու ենք տնտեսական կոլապսի մեջ եւ խնդիր ենք ունենալու նույնիսկ հաց գնելու, որովհետեւ այսօր մեր տնտեսությունը 80-90% կապված է Ռուսաստանի Դաշնությունից։ Ես ուզում նաև Զախարովայի հեգնանքին անդրադառնալ, մեկ է պարոն Վարդանյան մի ճշտում հարցերի ձեզանից, տեսեք, երեք հայտարարեց, որ Ռուսաստանի հետ ունենք բանին հարաբերությունների երտերությունները, բայց հենց Բարսանմերդեն բխանում է բոլոր շպիոնները, ռուսի շպիոնները, ՊՍԲ-ի ագենտները նեսեն են, խնդրեմ։ Տեսեք, Միջազգային պարոն ասաց, բավը Ռուսաստանն է սկսի թղթեր հրապարակել ձեր թիպի շպիոնների հետ կապված։ Գիտես, անընդհատ ուզում եմ հավատամ, որ սրանց վրա հավաքված կամպրամատը ինչ-որ միտեղ պահվում է։ Ես ինքս անձնապես կասկած չունեմ, ուղղակի կասկած չունեմ, որտեղ չեմ կարծում, որ այլ ձև կարող է լինել, որ թե 44 օրյա պատերազմի հետ կապված, թե սրանց լափելու փաստերի հետ կապված, տարբեր պետություններում կան հավաքագրված հազարավոր կոմպրոմատներ, հազարավոր, որտեղ սրանք այդքան ապաշխարային լափել պետական բյուջեն, ուղղակի բոլորի աչքի առջև։ Սրանք այդքան ապաշխարային բոլորի դեմը երկրորդ Հայաստանի, երկրորդ հայկական պետությունը նվերտվեց Թուրքին, որ չեն կարող չլինեն փաստաթղթեր, ձայնագրություններ, որոնք ուշ թե շուտ հրապարակվելու են, եւ մենք տենալու ենք, որ Հայաստանի Հանրապետությունը 18-ից 26 ղեկավարել են մարդիկ, որոնք ուղիղ են ստացել Ադրբեջանից եւ Թուրքիայից։ Որպես հետարքիր փաստ ասենք հետեւյալը. մենք գիտենք, որ գաղտնիք չէ, որ այս իշխանության գերակշիռ մասը Սորոսի
կողմից ֆինանսավորված Սորոսի բուծած կադրերն են։ Հիմա ձեզ ասեմ մի բան, որը բաց աղբյուրներում կա։ Ադրբեջանի ներկայիս նախագահ Իլհամ Ալիևը դեռևս տարիներ առաջ Սորոսի հետ բազմաթիվ հանդիպումներ է ունեցել եւ ըստ պատտվող տեղեկությունների միլիարդավոր դոլարներ է տրամադրել Սորոսի հիմնադրամին։ Ու արի ու տես, որ դրանից հետո Սորոսը տասնյակ ակամներով աճացրել է իր գործունեությունը Հայաստանում, տասնյակ միլիոնավոր դոլարների ներդրումներ արել տարբեր մարդկանց վրա եւ նախապատրաստել է Հայաստանում թե 18-ի իշխանազավթումը, թե այն ամեն ինչ տեղի ունեցել։ Այդ ամենը արվել է Իլհամ Ալիևի փողերով։ Հիմա արդյոք Նիկոլի Չախոյան տարոններից փող վերցնող բլոգերները գիտակցում են, որ իրանք աշխատում են ոչ թե իօքուտ Նիկոլ Փաշինյանի, այլ իօքուտ Թուրքիայի եւ Ադրբեջանի եւ վարձատրվում են թուրքական կեղտոտ, արյունոտ փողերով դրա համար։ Եթե չեք հասկանում, ապա շուտով կհասկանաք, բայց մի բան հիշեք, չի ներվելու որևէ մարդ, ով գիտակցաբար վնասել է մեր երկրին, չի ներվելու որևէ մարդ, ով գիտակցաբար ծառայել է Թուրքի եւ ադրբեջանցու շահերին Հայաստանում եւ չի ներվելու որևէ մարդ, ով պատասխանատու է մեր ժողովրդին 2018-ից մինչև այսօր խաբելու համար։ Ես պատրաստ չեմ ներել ձեզ։ Դուք իրավունք չունեք ներվելու, որտեղ դուք մարել եք հույսը ժողովրդի մեջ։ Այո, 18-ին ձեր հանդեպ ինչքան է դուք տահաճ, տգեղ, եսի մինչեր եք, ձեր հանդեպ կար թե վստահություն, թե հույս։ Մարդիկ լավն էին ուզում։ Իհարկե նախկին սիստեմաներում եղել են խնդիրներ, որոնք շատ դեպքերում շատ ուռճացված էին, բայց երբ որ դուք եկաք իշխանության, ժողովրդի մեջ ձևավորվեց հույս, որ հիմա մեր մասին կմտածեն, հիմա կլինի արդար Հայաստան, հիմա կլինի լավ Հայաստան։ Եվ դուք մարեցիք այդ հույսը մեր ժողովրդի մեջ։ Ու դրա համար է, որ մենք բոլորս դժվարություն ունենք այսօր մարդկանց համոզելու, որ սիրելի ժողովուրդ, արթնացրեք հույսը ձեր մեջ նորից, որովհետև այո, այս ամեն ինչը կարելի է փոխել։ Եվ կրկնում եմ, իմ ժողովրդի մեջ հույսը մարողները պետք է մարեն ԱԱՑ-ի պատվալներում, պատասխան տիտան, բոլորը։ Այսքանը Մարիամ ջան, եթե ուրիշ հարցեր չունես։